Բարի լույս սիրելիներս։ Տեր Հայր, աղոթքով կարող ենք փոխել Աստծո ծրագիրը, որոշումները։ Սիրելիներս, մեր աղոթքի նպատակը Աստծո միտքը, ծրագիրը, որոշումը կամ կամքը փոխելը չէ։ Երբ որ մենք աղոթում ենք, ոչ թե Աստծո կամքը պետք է փոխենք, այլ մեր կամքը պետք է ենթարկեցնենք Աստծո կամքին, որպեսզի Տերը մեզ առաջնորդի։ Երկրորդ պետք չի նաև Աստծո միտքը փոխել, որովհետև նախ մեր միտքը եւ մեր մտածումները պիտի փոխենք Աստծո ծրագրին համապատասխանելու համար։ Եվ վերջապես մենք աղոթում ենք ոչ թե Աստծո որոշումները փոխելու, այլ մեր որոշումները, որ այս աշխարհի հետ է կապված, փոխելու եւ Աստծո ծրագրի որոշումը ընդունելու դեպի փրկություն առաջնորդվելու համար։ Իսկ աղոթքով կարող ենք փոխել այն մարդուն, ում սիրում ենք։ Վստահաբար, սա Աստծո համար ամենասիրելի եւ ընդունել աղոթքն է, որովհետեւ դա բխում է մեր սրտից եւ նպատակը որն է մեր նմանին փրկելը։ Բայց պետք է հասկանանք, որ այդ մարդու փոխվելու համար այդ մարդը նաև ինքը պիտի ցանկանա փոխվել։ Մեր աղոթները լավ են, գեղեցիկ են, ընդունելի են։ Մեր աղոթները պահպանում են այդ մարդուն, բայց փրկվելու համար այդ մարդը նաև ինքը պիտի ուզի, իր սիրտը պետք է բացի, որպեսզի Տերը կարողանա այդ մարդուն փրկություն առաջնորդել։ Իսկ աղոթքով կարող ենք փոխել այն մարդուն, ում չենք սիրում։ Իհարկե ոչ, սիրելիներս։ Մենք աղոթքով պիտի այնպես անենք, որպեսզի այդ մարդուն սիրենք, որովհետև այդ աղոթքները ինչքան էլ որ մեր սրտից չբխի, մենք չենք կարող այդ աղոթքը երկինք բարձրացնել, որտեղ Աստված նախ այդ աղոթքի միջով պիտի սովորեցնի, ստիպի, որ մենք մեր նմանին սիրենք։ Եթե դու մեկին չես սիրում, քո այդ աղոթքը չի կարող պատասխան գտնել։ Եթե դու որևէ մեկին չես սիրում ու նրա համար փորձում ես աղոթել, այդ աղոթքը Տիրոջ համար մերժելի է, որովհետև ում համար որ դու աղոթում ես, նախ դու ինքդ պետք է նրան սիրես, նրան կարոտես, նրա համար ցավ ապրես, որpիսի այդ մարդը, որ մեղքի մեջ է կամ որին մենք չենք սիրում, որpիսի ինքն էլ ճանաչի Տիրոջը ճշմարիտ սիրով սիրի։ Երբ որ մենք կարողացանք իրար ճշմարիտ սիրով սիրել, մենք կարող ենք նաև Տիրոջը սիրել, որովհետև Տիրոջ ձեռքերը որ խաչով բացված էր, մեկ նպատակ ուներ մարդուն մարդու հետ հաշտեցնել, որպեսզի մարդը մարդուն սիրեր եւ նոր կարողանար մարդը սիրել Աստծուն։ Իսկ եթե մենք ուզում ենք որ Աստված սիրի մեզ, ներկա լինի մեր կյանքի մեջ, մենք բոլորս պետք է կարողանանք իրար սիրելով, գնահատելով, իրար փայփայելով Տիրոջը խնդրել նախ մեր, հետո մեր նմանի փրկության համար։